Ինչ պետք է անի պրոֆեսիոնալ երկրի ղեկավարը, կառավարիչը, արդյունավետ կառավարիչը, երբ իր հարևանները պատերազմի մեջ են, երբ տարածաշրջանը եռում է եւ նույնիսկ սահմաններին մոտ, հարևան երկրների սահմաններին մոտ հրթիռներ են պայթում։ Մենք անդրադարձանք, թե ինչպես է իրեն պահել Նիկոլ Փաշինյանը, բայց նաեւ հնչում է շատ արդարացի հարց, թե ինչպես պետք է պահի նորմալ ղեկավարը։ Այս հարցին անպայման պետք է անդրադառնալ, որովհետև եթե քննադատում ենք մեկին ինչ-որ մի բան սխալ անելու համար, պետք է նաև ասել, թե ճիշտը որն է։ Իսկ ճիշտը հետևյալն է, սիրելի բարեկամներ, ամենասխալ բանը, որ անում են նման պարագայում, ցինիկաբար ցույց տալն է, որ ոչինչ տեղի չի ունեցել, հանգիստ կարող եք ապրել եւ զվարճանալ։ Ինչու է դա սխալ։ Որովհետև դա սխալ մեսիջ է թե հարևաններին, թե աշխարհին, թե սեփական հասարակությանը, որովհետև երբ զոհեր են արյունահեղություն է քո շրջակա հարևանությամբ, դու պետք է ցույց տաս, որ պատրաստ ես դիմակայել ցանկացած մարտահրավերի եւ պատրաստ ես օժանդակել խաղաղությանը եւ նաեւ քո միջազգային պարտավորությունների կատարմանը, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Նաեւ քո հանրությանը պետք է ճիշտ մեսիջ ուղարկես, որ դու ամբողջությամբ վերահսկում ես իրավիճակը։ Իսկ ինչ կարող է տեղի ունենալ։ Պատերազմների դեպքում ինչ է լինում, միգրացիա է լինում, անկառավարելի, լինում են դիվերսիոն հարձակումներ, լինում են անկանխատեսելի զինված հարձակումներ։ Օրինակ մենք տեսանք Նախիջևանում իրանական հրթիռներ, այսինքն անօդաչու թռչող սարքեր ընկան, բայց Իրանը հերքեց, որ ինքն է արել։ Այսինքն այստեղ կար գուցե սադրանք, կազմակերպված սադրանք Իրանին ներքաշելու պատերազմի մեջ, ով կարող է բացառել, որ նման մի սադրանք կարող է կազմակերպվել Հայաստանի սահմանին կամ Հայաստանի սահմանից ներս։ Ոչ ոք։ Իսկ դրա համար ինչ են անում։ Իհարկե, հրավիրում են առաջինը անվտանգության խորհրդի նիստ եւ տալիս կոնկրետ հրահանգներ եւ հանրությանը իրազեկում, թե ինչ են անում։ Առաջինը սահմանների խիստ վերահսկողություն, որպեսզի անօրինական միգրացիան հանկարծ միամիջ թակի դուռը դու դրան պատրաստ լինես, վերահսկես հանցավոր տարբեր խմբավորումների մուտք ու ելքը։ Մենք մամուլով իմացանք, որ Աֆղանստանը ինչ որ քաղաքացիներ փորձել էին մուտք գործել Հայաստան, այսինքն տեսնում ենք, որ նման փորձեր կարող են լինել։ Այդ ամենը օպերատիվ պետք է արվի եւ ժողովուրդը դրա մասին որոշակիորեն բրիֆինգների միջոցով, հարցազրույցների միջոցով տեղեկացվի։ Եվ ամենակարևորը ներքին անվտանգության ապահովումը։ Մենք տեսանք, որ ԱԱԾ-ի շենքի դիմաց ինչ-որ մի մարդ մոլոտովի կոկտեյլներով կրակի հրդեհում էր շենքը, կարելի ասել, փողոցում քաղաքացիների աչքի առաջ եւ ոչ միայն մի փորձ է անում, այլև երկրորդ փորձն է անում եւ նրան ոչ ոք չի ձերբակալում, նա հանգիստ իր ակցիան անում է։ Պատկերացնենք դա ահաբեկիչ էր կամ դիվերսանտ։ Արդյոք նա կհասներ իր նպատակին, փաստորեն կհասներ։ Նա կարող է շենքը տրաքացնել, կարող է ցանկացած գործողություն անել եւ պարզվում է, որ մեր ազգային անվտանգությունը կամ իրավապահ մարմինները այդ պահին ուղակի աշխատանքից հետո գնացել են տուն։ Այսինքն չկա շուրջօրյա հսկողություն, իսկ ճգնաժամային պահերին պետական ամբողջ ինստիտուտները դրվում են շուրջօրյա, այսպես ասած, արտակարգ պատրաստության վիճակում։ Բերվում են նրանք առաջին պատրաստության վիճակում, թե զինված ուժերը, թե իրավապահ համակարգը, որովհետև անկանխատեսելի բաներ կարող են տեղի ունենալ։ Դա խոսում է պետության հասունության մասին, պատրաստվածության մասին։ Եվ նաև զինված ուժերն են բերում համապատասխան պատրաստության վիճակի։ Երկրի ղեկավարությունը այցելում է զինված ուժեր, տեսնում է ինչպիսի վիճակ է, արդյոք պատրաստ են դիմակայել հնարավոր սցենարների։ Այսինքն հանրությունը եւ նաև քո միջազգային գործընկերները պետք է իմանա, որ դու լուրջ պետություն ես, այլ ոչ թե ցինիկ եւ ամենասխալ բանը ինչ կարելի է անել այդ ժամանակ, երբ աշխարհը ճգնաժամի մեջ է, պերաշկի շոուներ անել, տարբեր քաղաքական պոպուլիստական շոուներ անել, նախընտրական հանդիպումներ կազմակերպել։ Այսինքն, երբ դա գերազանցում է նորմալ լուրջ պետությանը բնորոշ այլ միջոցառումներին։ Մենք տեսանք, որ Հայաստանում այդպիսի իրավիճակի, դրա համար միջազգային մամուլը սկսեց ծաղրել եւ ցույց տալ Նիկոլ Փաշինյանի պերաշկի կադրերը։ Եվ դա պատահական չի։ Դա նաև որոշակի վերաբերմունք է ձևավորում միջազգային լսարանի մոտ մեր երկրի նկատմամբ։ Եվ ամենակարևորը նաև ինչ պետք է արվի, պետք է տեղի ունենա ռեսուրսների ինվենտարիզացիա, այսպես կոչված, այսինքն պետությունը պետք է հասկանա, օրինակ, տեսականորեն 100,000 իրանցի կամ 10,000 իրանցի է հատում հայ-իրանական սահմանը եւ մտնում Հայաստան։ Արդյոք կարող են նրանք տեղավորվել, արդյոք նրանց անվտանգությունը հնարավոր է ապահովել։ Նման դեպքում միջազգային կառույցների հետ ինչ համագործակցություն պետք է պետությունների հետ աջակցություն ստանալ, այդ ամենը պետք է նախապատրաստվի տեսականորեն։ Արդյոք հիվանդանոցները պատրաստ են ընդունել վիրավորների, կարող է այդպես իրավիճակ լինել միգրանտների հետ միասին, դեղորայքի ռեզերվները ինչքան են։
Ընդհանրապես էներգետիկ ռեզերվները, երբ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սկսեց հակամարտություն, եվրոպական բոլոր այդ արևելաեվրոպական երկրները սկսեցին պահեստավորել գազի պաշարները, որովհետև մտածում էին գազը կընդհատվի, սկսեցին պահեստավորել շատ այլ առաջին անհրաժեշտության կարիքներ, որովհետև չես իմանա, թե երբ ինչ կդադարի։ Սա ևս պետք է մեսիջ լինի հանրությանը, որ այո, պետությունը դա հասկանում է եւ պետությունը անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացնում է։ Պետք է պետության ղեկավարը այցելի համապատասխան ինստիտուտներ, զրուցի ղեկավարների հետ, տա հրահանգներ, որ նախապատրաստվեն նման սցենարների։ Քաղաքացիական պաշտպանության ինստիտուտները պետք է հսկվեն։ Օրինակ, հնարավոր ռմբակոծությունների ժամանակ արդյոք լավ վիճակում են ապաստարանները եւ այսպես շարունակ բազմաթիվ հարցեր կա։ Բայց մենք տեսանք, որ ԱԱԾ-ի շենքը հանգիստ կարողանում են գրոհել, եւ սա հենց խոսում է այն բանի մասին, որ իրականում որևէ միջոցառում չի կատարվել։ Եվ Հայաստանը ուղղակի երջանիկ պատահականությամբ է զերծ մնում հնարավոր աղետներից։ Իհարկե, պետական ինստիտուտները իներցիա որոշակի իրենց ֆունկցիոնալ ամենօրյա ֆունկցիոնալը կատարում են, այնպես չէ որ չեն աշխատում։ Բայց ճգնաժամային պահերին, հատկապես Իրանի նման կարևոր հարևանի դեպքում, պետք է ամբողջ պետական համակարգը բերվի իսկապես առաջին պատրաստության մակարդակի, որովհետև հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Եվ իմ խոսքը եզրափակեմ Հենրի Քիսինջերի հայտնի գեոպոլիտիկի արտահայտությամբ, որ իսկական լիդերությունը, առաջնորդությունը այն է, երբ քո ժողովրդին պատրաստում ես ապագայի, որի մասին դու ոչինչ չգիտես։